Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրում հրդեհ էր բռնկվել բնակչուհի Ելենա Գրիգորյանի տանը հենց այն ժամանակ, երբ տանտերը Երևանում մահացել էր։ Նրա բարեկամուհին Համեստ Ավագյանը, ով արդեն 9 տարի վարձակալության հիմունքներով բնակվում էր այստեղ, հրդեհի պահին տանը չի եղել։ Անչափահաս երկու աղջիկների խոսքով հրդեհը բռնկվել է հոսանքալարերից։ Գյուղի զալում տարի կեցելիս։ Տարեկամի տարի է։ Երեխաներն երեխա աղջիկում։ Երեխուն ասում եմ ասպատոկը զամիկանի արան զանավես կավարը։ Դա շենքապնի ակացա հարևան միջով եկալա խոխերքը։ Իվիչո խոխերքը հարևանի եկալա խոխորցային դարձանցի քերավոր քաշի գրացա չիզային մտրակա։ Երեխաներին առաջինը օգնության հասել է կից հարևանը, լսելով աղջիկների ճիչը նա անմիջապես փորձել է օգնել, սակայն Երևի ներքևից պաժարը բռնկվել է, երեխեքը չեն իմացել։ Մինչև որ երեխեքը տեսել են կրակը, կանչել են տղաս տունն ա եղել, դուրս ա եկել, մտել ա իրանց տունը, դիվանի շորը ասում ա կպած վարվելուց եղել, դիվանի շորը ասում ա քաշեցի, իբր թե որ գցեմ դուրսը, մնացած բաները չվարվի, դիվանի շորը ասում ա որ քաշեցի, ամբողջ մի անգամից բռնկվեց։ Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների նախարարության Գորիսի փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Ահազանգ եք ստացել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում տուն է այրվում, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ հրճեջ փրկարարական ջոկատի ամբողջ անձնակազմը։ Հրդեհի մարումը իրականացվել է համաձայն ժամանակավոր հրահանգի, մեքենաները ժամանակին տեղ է հասել, շուրջ 8 կիլոմետր ճանապարհը մեքենաները անցել են 9-ից 10 րոպեում։ Որևէ խնդիրներ չունենք, ներկայումս էլ իրականացում է հրդեհաշիժման աշխատանքներ, հրդեհը մեկուսացված է, լրացուցիչ տարածում չունի, րոպեներ անց մենք հրդեհի մարում կհայտարարենք։ Հրդեհը մարելու համար ոտքի էր կանգնել ողջ գյուղը, իսկ ջրամատակարարումն իրականացնում էր Գորիս քաղաքի բարեկարգում եւ բնակարանային տնտեսություն ՀՕԱԿ-ը իր տեխնիկայով։ Հրդեհի բռնկվելուց րոպեներ անց դեպքի վայրում էր նաեւ Գորիսի համայնքապետ Վաչագան Ադունցը։ Արևիկ Աբելյան, Գորիսից, Լրաբերի համար։